մի հատիկ խնդիր, պրոստը դրսից խնդիր որպես կլուծանք, մնացածն էլ գնայինք ձեր գրած հարցերը բանում, Google Form-ում, ու գուցե լրացուցիչ մի քանի խնդիր ես առաջարկեմ Profound-ի խնդիրներից, դրանք նայենք։ Պլանը դա է, էլի, պետքա որ այսօրվա դասը տենց երկար չտևի, տեսնենք։ Նախ սկսենք մի հատիկ բանից, պրոստը դրսից վարությունից, հետո կգանք արդեն հարցերին։ Մինչև այդ դուք ինչ հարցեր ունեք։ Ես բերեմ այս էկրանին։ Okay. Դա առաջի խնդիրը find word with most unique characters։ Պատկերացրեք, մեզ տենց մուտքում գալիս են լիքը բառեր, չգիտենք քանի հատ բառ, ասենք 10 հատ բառ գայս ու հետաքրքիր է, դա որ բառն է, որ ամենաշատ քանակությամբ յուրօրինակ նիշերը իր մեջ ունի։ Օրինակ, եթե մեզ մուտքում գա ասենց A ու AB, պետք է ասենք այս AB-ն է իր մեջ 2 հատ կա։ Պարզ է, չէ՞ խնդիրը։ Եթե հա, եկեք սկսենք գրել, def find word with most unique characters, մնացածն էլ ձեր վրա։ Շոտանում ենք, շատ լավ է։ Ես չպատկերացրեցի ճիշտն ասած պահանջը։ Հա, okay։ Մեզ բառեր է տված, չգիտենք քանի հատ, ասենք 5 հատ բառ է տված օրինակի համար։ Ու ամեն մի բառ ինչ որ քանակությամբ յուրօրինակ նիշերից է բաղկացած։ Մեկում օրինակ սա A-ը, այստեղ մենակ մի հատ է յուրօրինակ նիշը։ Այս AB-ը, այստեղ 2 հատ յուրօրինակ նիշ կա։ Կարա մի հատ ինչ որ ուրիշ բառ լինի, ասենց A, B, B, C, այս մեկն էլ 3 յուրօրինակ նիշ ունի։ Մեր ֆունկցիան պետքա վերադարձնի թե որ բառն է, որ ունի ամենաշատ նիշերը յուրօրինակ։ Կամ նիշերի քանակը կարևոր չէ այդ շատ էլի։ Այս դեպքում օրինակ այս A, B, C-ն է, որովհետև 3 նիշ ունի։ Հա, հասկացա։ Հիմա բարձր։ Շատ լավ։ Ես կարամ լուծում Դե մի առաջարկեմ քիչ մտածեք, եթե Давай։ Ոնց որ մենք կարանք միանգամից այս ամեն մի բառը սարքենք մի հատ սեթ, կրկնվողները կջնջի, ամեն մեկից մի հատ կթողի, ու այդ բառերից որի երկարությունը ավելի մեծ եղա, ուրեմն ոնց ավելի ճիշտ այդ արդեն սեթ դառած սեթերից որի երկարությունը մեծ եղավ, ուրեմն իր մեջ այդ ավելի շատ բան ա եղել, տարբեր տառեր ա եղել։ Ճիշտ է։ Այսօր ֆիշկան հենց այդ է, որ եթե բառերին որպես սեթեր վերաբերվենք, բազմություններ, սեթն էլ դուպլիկատ չպարունակող, կրկնօրինակ չունեցող տվյալների տեսակ է։ Մեզ կմնա ուղղակի այդ սեթերի երկարությունները հաշվել։ Ընտիր, այս պարզ է ժողովուրդ։ Բայ։ Այսինքն։ Հա, այս նորմալ էր։ Okay, դե եկեք փորձենք գրել։ Այստեղ ինչ եմ գրում, def, հետո ինչ եմ գրում։ Ընդունում եմ մի հատ list երևի, հա, չգիտեմ, ինչ ընդունում։ Չէ, բայց պրոստը սենց հերթով բառեր է։ Չգիտենք թե քանի հատ, բայց բառեր է ուղղակի։ Հա, ուրեմն բան, կարան գրենք input get բան, input get split, որ ինքը list սարքի, քանի հատ էլ որ լինի։ Այս կարանք պատկերացնենք որ բան։ Ոնց որ Profound-ավարի ոչ թե input-ա գալիս, այլ ուղղակի ինչ որ արգումենտներ են գրում մեջ, էլի։ Հա, ինչ որ օրինակ, չգիտեմ, text get split թեկուզ։ Ինչ էլ գա մեզ ոնց որ բառերի շարքա, չէ։ Text get split-ին ճիշտ կնի, եթե գրացնի առաջի բառը, հետո parabel դրածնի, գրացնի երկրորդ բառը, հետո մի հատ է parabel ու երրորդ բառը, չէ։ Հա։ Հիմա մեզ ոչ թե սենց է տված, այլ պրոստը բառերն է։ Հայկյան ստեղ Հիմա պետք է պատկերացրեք։ հա։ Պետք է արգումենտը ինչ, Կարեն որ խնդրեմ դու մյուտ կլինես։ Էխոն պրոստը շատ է։ Ուզում եմ հասկանամ ինչն է, էլի խնդիրը, ինչ ենք ուզում անենք։ Չեմ հասկանում։ Ուզում ենք input ստանանք ինչ որ մի քանի հատ բառ,
ու տպենք իրանցից ամենաշատ յուրօրինակ բան պարունակողը, սիմվոլ պարունակողը։ Այսինքն ոնց է որ գրում ենք print ահա ստորակետ AB սենց աշխատում է, չէ՞, ինքը ու կարանք ստե 5 հատ է գրենք, կարանք մենակ մի հատ գրենք, միշտ աշխատում է, էլի։ Տենց մի հատ ֆունկցիա ենք սարքում, որ ֆունկցիան արդեն սկսել ենք սարքել, ոնց հասկացա։ Ուզում հասկանամ պարտադիր պիտի իրան ինչ-որ արգումենտ տանք, նու ստե էս փակագծերի մեջ, թե կարանք արդեն տակից for-ով ֆռանք։ դե չգիտենք ինչի վրա for-ով ֆրանք, հենց է էլի ուղղակի պետքա ընդունի մի բան ու դրա վրա for-ով ֆրա, էլի։ Միշտ ինչ-որ նոր բառերի Նա տեքստ տանք ուրեմն, ինչ-որ չգիտեմ։ դե տեքստ ոնց որ մի հատիկ տեքստ է ինքը լինում, էլի, ասենք մենակ էս A-ն կլինի, կարող մի հատ էլ AB-ը ինչ-որ մեր հետ է գալիս։ Իսկ այն args kvarks-ը անցել եք։ Ահա, հա, այդ հենց է դա։ Ուրեմն Args-ն է։ args կամ Հիշում եք ժողովուրդ այդ args-ը, այս աստղանիշը։ Այս հիշում եք ժողովուրդ։ հա, հիշում։ Սրա գաղափարն էր, որ երբ որ չգիտեինք թե քանի հատ մուտք է գալու, օրինակ print-ը տենց է, չէ՞ աշխատում, քանի մուտք ուզենք կգա։ Այսինքն մի հատ աստղանիշ էինք գրում, հետո փոփոխականի անուն, որը հաճախ գրվում էր args, պրոստը որպես ընդունված ստանդարտ։ Ու ինքը ստեղ ինչ գալիս էր, հավաքում էր մի հատ tuple-ի մեջ էր դնում։ Okay էր սա, կուզեք սա ավելի մանրամասն ասեմ։ Լավ։ Ու ստեղից հետո վերջակետ ու իջնում ենք ներքևի տող, չէ՞։ Հետո ինչ ենք անում։ Հետո մի հատ ցիկլ պիտի սարքենք, args-ի մեջի անդամների վրայով պտտվենք ու բոլոր անդամներին սարքենք բան, set։ Ու հետ Ու իսկ հետո վերջում էլ արդեն համեմատենք այդ բանի, արդեն args-ի մեջինը արդեն բոլորը set-ա, ոնց որ համեմատենք իրանց երկարությունները, որն է մեծ։ Իսկն len set եմ ասելու, հա։ Բայց ինչ եմ անում սրա հետ։ Մի վարք, ինչ անում։ Print երևի կամ return, այդ ինչա խնդրի պահանջը։ Խնդրի պահանջը այնա որ բան ամենաշատ կարևոր խնդրեմ էլի մոտ կլինես։ Հա, ամենաշատ յուրօրինակ սիմվոլներ պարունակող բառի երկարությունը տպել, ասենք գրել 3։ Այս դեպքում օրինակ 3-ն է, էլի։ Արանք ցիկլից առաջ մի հատ փոփոխական պահենք անունը դնենք largest, օրինակ։ Largest-ը ինչ էին հավասար։ Largest-ը կլինի 0 սկզբում, օրինակ, կապ չունի։ Okay, շատ լավ։ Ու մի հատ պայման տանք for-ի մեջ արդեն, եթե այդ բանը, այդ len set i-ը մեծ է largest-ից, ուրեմն largest-ին հավասարացնենք իրան հենց էլի այդ len set i-ին։ Հա, ճիշտ է։ Ու հետո պետքա return գրենք largest, չէ՞։ Հա, հետո վերադարձնենք արդեն իրան։ Ժողովուրդ, այս ոնց էր, այս պարզ էր, եկեք աշխատացնենք մի ջայլոց։ Դա առաջարկի։ Ժողովուրդ, կասեք, նորմալ էր ասումը։ Էսա էլի ձևով կլուծենք, բայց այս մեկը ոնց էր։
Ով պատկերացրեց, 3-ը տպում է, ճիշտ է։ Ով հասկացավ լուծումը, մի հատ լայք կդնեք։ Շուշան Սոֆիա, ձեզ ոնց էր, դուք ոնց էր թե էմոջի չդրեցիք։ Հա, ուղղակի չգիտեի ինչ դնեի։ Okay. Սոֆիա։ Լայք։ Okay, հա, շատ լավ։ Այս ARCS-ի կիրառության ու սեթի օգտագործելով խնդրի հեշտացման համար էր այս մի խնդիրը։ Այստեղ իմիջիայլոց պրոստը որպես բան զուտ հետարկության համար վարժանք sense որ մի քանի բան էլ կրկնենք։ Եթե ուզենենք մի հատ ինչ-որ ցուցակի մեջ հավաքեինք այս ամեն ինչը, ամեն ինչի երկարությունները էլի, կգրենք այստեղ largest get append ու բան len set e ու հետո կարենք ասենք բան print max largest, բայց այս ձևը շատ ավելի ոչ օպտիմալ ձև է, էլի, որովհետև ցուցակ ենք հավաք, ցուցակի մեջ ենք հավաքում ամեն ինչ, իսկ այնտեղ հիշողությունը չենք ծանրաբեռնում, էլի։ Բայց նաև սա կարանք գրենք այսպես, largest-ը հավասար է ու list comprehension-ով գրենք len set e for e in arcs։ Այս էլ որպես վարժանքիկ։ Ու մեկ էլ մի հատիկ էլ բան որ վարժվենք, եթե ուզենանք պահենք հերթով ամեն մի բառը ու իր յուրօրինակ սիմվոլների քանակը dictionary-ի մեջ։ Ոնց կարանք անենք, այսքան բանալիները լինեն բառերը, դրանց երկարությունները, բան արժեքները լինեն յուրօրինակ քանակների, սիմվոլների քանակները։ Պատկերացեցիք։ Դե i-ը կլինի k-ը, իսկ len set i-ը կլինի բանը իր երկարությունը։ Իսկ ոնց եմ գրում։ Գրում ենք մի հատ բան ենք սարքում dictionary։ Թող կարծում թե լինի։ Ու ցիկլի մեջ գրում ենք բան d քառակուսի փակագծերի մեջ այն մեր լավ, օքեյ։ Քառակուսի փակագծի մեջ գրում ենք i ու հետո վերջակետ։ Չէ, հավասար է, ոչ թե վերջակետ։ Հա։ Հավասար է ու բան len set, հա, բան i։ Ճիշտ է։ Այս բարձր է ժողովուրդ։ Իսկ ոնց կարանք սա comprehension-ի տեսքով գրենք։ Որ միանգամից համ իրը, համ իրենց արժեքները մի տողով համապատասխանացնի։ Պետք է գրենք d-ն հավասար է այդ dictionary փակագծերը բացենք։ Մեջն էլ գրենք այս պայմանի մասն եմ ուզում մի հատ հասկանամ։ Հա, մեջը որ գրենք ուղղակի գրենք բան i որ գրել ենք d i-ը հավասար len set i, դա սխալ կլինի, չէ՞ որ ստեղ գրենք որպես պայման։ Չէ, այտենց հավասար բան չեմ կարող սրա մեջ ունենալ։ Եթե ուղղակի ուզենանք մի հատ
բազմության մեջ մի հատ սեթի մեջ հավաքենք այս E բոլոր էլեմենտները ոնց կգրենք։ Կասենք E for E in arcs, չէ։ Եթե ուղղակի set ուզենայինք սարքենք։ Ահա։ Հիմա եթե այդ սեթերի ամեն մի էլեմենտին համապատասխանող մի հատ էլ արժեք կա։ Այդ ոնց կարանք անենք։ Մեր կառուցվածքը սենց է, չէ, dictionary գրում ենք բան, բանալի վերջակետ արժեք ինչ որ։ I վերջակետ V։ Հիմա ստեղ սա եթե մեր բանալին է, in, ուզում ենք իրան ամեն մեկին համապատասխանեցնենք մի հատ արժեք, գրում ենք I վերջակետ, ու սա։ Սա որ աշխատացնենք, այս է վերադարձնում։ Դու կարելի է գրել, ասենք return the get արժեքները ստանալ, գրել values, ասենք ասել սրանց մաքսիմում, որպես տարբերակ էլի։ Այս խնդրում կարիք չկա ասենց մոտենալու, բայց ընդհանուր էլի։ Okay, այս խնդիրը ժողովուրդ։ Okay, դե եկեք գնանք նայենք ձեր գրած հարցերը խնդիրներից։ Հեսա կբացեմ դա։ Հեսա։ Այս վերջի 3 գրածն ա որ բան, այս թազա աճր մի հատ թարմացնեմ, մեկ է տեսար նոր բան կա։ Դե մենակ հարց չի ավելացել։ Այս 3 գրածներ ու ոնց որ հենց կոնկրետ վարժությունային խնդիրներ այս սրանք են 10, 12, 14-ի 10, 14-ից 12, 14-ի 10, 12 ու 15-ի 2։ Սենց ոնց որ այս 10.12-ը ինքը բանն է, Հապալասի այգին է, ինքը բաններ են վարժություններ որ ասել էի սա լրացուցիչ է, կարակ լրիվ հետո անեք կամ չանեք ընդհանրապես, այս մեկը մի քիչ դաժան, լավ է, դրա կոդը չէր, այս մեկը մի քիչ դաժան խնդիր է, բավականին դաժան էլի, ու ավելի այդքան էլ ակտուալ չէ էլի, իրա վրա հիմա շատ ժամանակ ծախսել, ես կարամ սրա լուծում ուղարկեմ ձեզ հետո ուղակի, այդ լուծումը հետո քննարկենք, թե չէ հիմա որ գրենք շատ ժամանակ կտանի էլի, ինձ թվում է չարժի։ Այնքան շատ օգուտ չի ստեղծում էլի ինքը որ արժանի լինի իր վրա տրամադրած ժամանակին այս փուլում։ Դրա համար ոնց որ ներողություն, բայց այս մեկը հիմա դեռ չենք գրի, բայց ես կուղարկեմ սրա բան, սրա կոդ լուծում։ Կամ կարամ նայեմ հուշում տամ, հեսա մոտս որպես task գրեմ այդ։ Այս խնդիրը կակրաս ժամանակին էլի որպես հարց հնչել էր էլի։ Իսկ մնացածը 14-ի 10, 12, 15-ի 2 հիմա կգրենք ու կախված ժամանակից ու մեր էներգիայից բան կանենք։ Մի քանի խնդիր էլ լրացուցիչ կանենք։ Ու մեկ էլ է սրա հետ կապված, որ հետարքիր է բոլորը նայել ու համատել, ես ձեզ կուղարկեմ բան, լուծումների ֆայլ, որտեղ որ ես տենց ժամանակին ուրիշ դասընթաց անելուց սա կոդերի լուծումներն էի հավաքում ու փորձում նշումներ գրեմ իրենց հետ կապված, ու բան, կարակ ոնց որ ինչքան մաս ուզում եք նայեք էլի, բնականաբար լավ կլինի նայել լուծելուց հետո, թե չէ նա օգուտ չի տա, բայց տենց, մի հատ նշեմ մոտս, շա, նշեցի, դե գնանք լուծելու, ընթացքում եթե ինչ-որ խնդիրներ մտածեք, որ լավ կներ սա լուծենք, ասեք, այսօրը դրա օրն է էլի, Այդպես չնջեմ։ Այս խնդրի կակրաս
Ահա, 14.2-ը tuple-ի ստացումը զանգվածից։ Խնդիրը հետևյալն է, մեզ տալիս է մի հատ թիվ ու տալիս է այդքան հատ անուն, այդքան հատ տեքստ։ Ու խնդրում է այդ ամեն ինչը հավաքել մի հատ tuple-ի մեջ ու տպել։ Այստեղ օրինակ 5 Անաբելա եւ այլն տպում է մի հատ tuple, որտեղ որ գրված են այդ բոլոր անունները։ Այս խնդիրի միջոց ես վիդեոյի տեսքով սարքել էի վերջերքս, այդ կուղարկեմ այսօր chat։ Խնդիրը պարզ է, ժողովուրդ։ Այդ իմ նշածներ կներեք։ Չնայեցի տենց անոնով ոնց էր։ Պետքա որ քանա, որտեղ վերջինն էր։ Որովհետև ուրեմն սխալ եմ նշել ճիշտն ասած։ Որն է բա հարցը։ Պետքա նշեի 14-ի 10-ը ու 14-ի 12-ը։ Okay։ Դե լավ, այս քանի կարծեցի սա էլ կգրենք, հետո կգրանք 10-12։ Հիմա ժողովուրդ առաջարկներ ունեք, ոնց կարող կանենք։ Ինքը իրականում տենց շատ բարդ չի, էլի։ Ոնց առաջի ձեր մտքին եկած մոտեցումով կարող գանք, էլի։ Իրա այս վերնագրի անունը բանն է, tuple-ի ստացումը զանգվածից, այդ որպես հուշում, էլի։ Որտեվ մենք չենք կարա դատարկ tuple սարքենք, հետո հատիկ այդ tuple-ին ավելացնենք, որտեվ tuple-ը immutable օբյեկտ է, իրեն չի կարելի փոփոխել։ Բայց list-ը կարելի է։ Ժողովուրդ կասեք կգրեմ։ Մի հատ input պիտի ստանանք առաջինը, որ ցիկլ ֆրանկ այդ քանակով։ Այն հավասարային input, չէ։ Մի հատ էլ զանգված ենք ստեղծում, որ հետո ամեն մի input լցնենք իր մեջ։ Շուրջ list-ը հավասարա դատարկ, չէ։ Ու արդեն ցիկլն ենք սարքում։ Ճիշտ է, այսի մոտ ոնց որ բան եմ գրել եմ այդ n input-ը չեմ գրել, միանգամից ցիկլի մեջ range-ը տվել եմ n input-ով, այդ input-ով։ Դե դա տարբերակ։ Մտա այս ցիկլի մասը կփորձի ինչ որ մեկը ասի ով չի փորձել այսօր ասի։ Եթե ոչ մեկ չուզի, կարաս դու շարունակես, պրոստը մի քիչ էլ մաս ժողովուրդն էլ ակտիվացնենք, էլի։ Ես մենակ մի հատ հարց ունեմ, էլի Հայկ ջան։ Դավայ։ Ինթա պետք է input-ի։ Ահա, որովհետև պետք է իմանանք քանի հատ ոնց որ թիվ ենք ստանում, էլի։ Ասենք 5 անգամ աշխատի։ Կներեք։ Եք ուզում փորձեք ժողովուրդ։ Ո՞վ է պատկերացնում ոնց կարանք լուծենք։ Մի հատ լայք կդնեք։ Ուզում հասկանում զուտ չեք ասում, թե չգիտեք ոնց։ Չլսեցի։ Այ չֆիքսեցի։ Հա, բանն է 14.2-ն է։ Tuple-ներ set-էր։ Ժողովուրդ ինչ որ մեկը կասեք, կապ չունի ով։ Գրենք for գծիկ
Ահա Ճիշտ գծիկ էլի։ ագծի։ Բանը in range են, հետո բան ենք անում, n կետը pend ենք անում, N կետը pend, input, հետո արդեն ցիկլից դուրս բան ենք անում, մեր այդ n-ը սարքում ենք set։ set n, ու սա print ենք անում, չէ՞։ Շատ լավ։ Խառնեցի, ոչ թե set, այ tuple էլի։ Ահա, ճիշտ է։ Ու իրականից դա մի հատ էլ փոքր բան կա, որ դառնել ես։ Մի հատ կնայեք ժողովուրդ, փորձեք նկատել։ List կետը pend։ Ոնց որ սա հավաքում ենք լիստի մեջ, հետո այդ լիստը դարձնում ենք tuple ու նոր տպում ենք։ Runtime error։ Հա, բայ։ Մոռացա։ Նորմալ է ժողովուրդ սա։ Դե բարի, եթե հարցեր չկան, 14 կետ 10 նայենք, վայ։ Set-ին տարավելացնելու վերաբերյալ խնդիրը։ Խնդիրը հետևյալն է, մեզ տրված է մի հատ ինչ-որ տեքստ, այս ABC, ABD, ու խնդրում է, որ հերթով տպենք, թե քանի յուրօրինակ էլեմենտ ա եղել այդ մեր բառի մեջ։ Այսինքն տառ եթե գնանք։ Այս սկզբում որ առաջի տառն է, ինքը մի հատ էլեմենտ է, իսկ մենակ կատարն է մի հատ յուրօրինակ։ AB եղավ, 2 յուրօրինակ է, տպեցինք 2։ ABC-ն դարավ 3 հատ, տպեցինք 3, ABC-ան դարավ էլի 3, որտեղ ան հանդիպել էր, էլի 3 տպեցինք, ու տենց շարունակ։ Այս բարձր։ Ես արդեն հասկացա, ես պահանջը ճիշտ ասած այս խնդրի չէի հասկացել, բայց արդեն պարզ է ոնց պիտի անենք։ Okay։ Իսկ մնացածը կուզենք գրենք սա ժողովուրդ։ Ով կուզի սա գրենք։ Okay, լավ, մարդ կա որ ուզում է, ոնց որ գրում ենք։ Մենք սրա նման խնդիր իրականում ունեցել ենք այն բան յուրօրինակ անունները։ Այնտեղ 5 հատ անուններ տված, պետք է ամեն քայլի տպենք, թե քանի յուրօրինակ անուն ունենք։ Հիմա սա մի քիչ ավելի ընդհանուր դեպքն է, որտեղ չգիտենք, թե քանի հատ բան կա, էլի։ Քանի հատ նիշի հետ ենք գործ ունենալու այս դեպքում, էլի։ Բայց զատո գիտենք set-ի նման ուժեղ գործիք։ Դե, ինչ առաջարկներ ունեք, ոնց կարող ենք գրենք։ Դե input-ը կկարդանք, տեքստը հավասար է input, sh։ Հետո։ Մի հատ էլ set կստեղծենք։ Այսինքն, չէ, այսինքն եթե գրենք սա dictionary-ը։ Ու այդ տեքստի վրով ցիկլ կֆրանք, ամեն մի տարը կդնենք set-ի մեջ։ Սենց չէ։ Add-ով չէր set-ի մեջ։ Add-ով է։ Ճիշտ է։ Իսկ tuple-ի մեջ ոնց էր։ Ինչի մեջ։ Tuple-ի մեջ ավելացնելը ոնց էր։ Append-էր թե add։ Չենք կարող ավելացնել։ Ճիշտ է։ Չբռնվեցիք, ապրեք։ Ու print կանենք իր այդ երկարությունը, այս բանի, էսի։ Եկեք սկզբում մի հատ s-ն է print անենք, որ զգանք թե ինչ կատարվեց։ Սկզբում մենակ A-ն է, հետո ABC-ն, B-ացն, ու այ հետարքիր պահ ստեղ է, հաջորդ էլեմենտը որ ավելացավ, մեր set-ը չփոխվեց։ Ահա, ու այսպես։ Այսա որ հեռացնենք, արդեն ճիշտ լուծումը կլինի։ Okay, էր սա ժողովուրդ։ Սոֆիա okay էր։ Դու լայքել էիր սկզբում։ Բարի։
Երրորդ մնացածն է, թե հարցեր ունեք ասեք, եթե չէ գնանք այս 12-ը։ Վայ, լավ մեկա ուրիշ կոդեր։ Այս մեկն էլ արդեն բազմությունների համեմատության վերաբերյալ է։ Հա, լսում եմ։ Հետո 11-ն որտեվ իմ օրանով ճիշտ է տալիս 10-ի 11-ը։ այս որ նայում Առաջ բառը չլսեցի։ 10-11-ը, այս է։ է այս հա Հա, օքեյ։ Դե եկեք էս անենք, հերթով գնանք, աճելով գնանք։ Խնդիրը հետևյալն է, ունենք սենց երկու հատ բան, չէ, նեղություն, ինչ որ n հատ տող ունենք, օրինակ 4 հատ տող։ Ու այդտեղ գրած, այսպես բացեմ ավելի པարզ կլինի։ Այդտեղ գրած է, թե 4 տարբեր առարկաների խմբերի հավաքածուներ, ասենք առաջինը սովորել է նեյրոնային ցանցեր, խորհրդուսուցում, մեքենականություն ու արհեստական բանականություն։ Երկրորդը սովորել է արհեստական բանականություն, տվյալների գիտություն եւ այլն։ Մեզ հետաքրքիր է ընդհանուր քանի հատ առարկա են սովորել, այսինքն բոլոր յուրօրինակ առարկաները եթե կպցնենք իրար, քանի հատ է լինում, այսինքն ցանցեր, deep learning, machine learning, data science, sports analytics եւ այլն, իրականում լինում է 9 հատ։ Այս 9 հատն են լինում։ Ու մեկ էլ հետաքրքիր է, թե այդ որ առարկաներն են, որ երկուսն էլ անցել են, որ բոլորն էլ անցել են։ Հիմա ստեղ բոլորն էլ անցել են deep learning, համ ստեղ կա, համ ստեղ կա, համ ընդեղ կա, համ ընդեղ կա։ Մեզ այդ երկու թիվն է հետաքրքիր տպել, էլի։ Պարզ էր պահանջը։ Okay. Դե եկեք գնանք փորձենք կնիկս կախեց։ Հա, աշխատում է։ Դե եկեք փորձենք գրել։ Նախ input անենք այդ մեր n-ը, քանի բան ենք ուզում տպենք։ Հիմա պետքա ոնց որ բազմությունների գործողություն ենք, չէ՞ անում, պետքա միտեղ միավորելով գնանք իրար, չէ՞, միտեղ հատելով իրար։ Այս 9-ը իրականում այդ բոլոր ամեն ինչի միավորումն էր, չէ՞։ Այն մեկն էլ այդ բոլոր ամեն ինչի հատումն էր, ճիշտ է։ Պատկերացեցիք։ Հիշում եք ոնց են գրում միավորում հատում բազմությունների։ Okay, դե կարանք սենց անենք, կարանք միավորման համար օրինակ, սկզբում ոնց է որ դատարկ ցուցակի մեջ հերթով էլեմենտներ ենք ուզում հավաքենք օրինակ, չէ։ Կարանք սկզբում գրենք մի հատ ասենք բան, ընդհանուր առարկաներ, չէ, բոլոր առարկաները միասին, all subjects, հավասարա դատարկ բազմություն, սկզբում ոչ մի բան սկսենք։ Սենց ճիշտ է։ Ու հետո իրան ավելացնելով գնանք, միավորելով գնանք։ Պատկերացեցիք մոտեցումը։ Նոպ, երևի պատկերացեցիք։ Այսքան մեզ հիմա պետքա ցիկլ պատտվել, ասել for-in range n, ճիշտ է։ Այս in իրականում դեռ չի խաղում, կարա շնջվի, որ տակի գցիկ in range n։ Մոռացա, հա։ Հիմա հերթով input-ը կարդանք, ասենք subject-ը հավասար է input։ Ու իրան բան միավորենք այս all subjects-ի հետ։ Այդ all subjects-ը ավելի ճիշտ դարձնենք այդ երկուսի միավորումը։ Այսինքն all subjects get union ու այս մեր subject-ը։ Ճիշտ է։ Եկեք մի հատ աշխատացնենք ու այստեղ վերջում տպենք այս մեր all subjects-ը։ Նայենք։ Ահա, ասում է dict object has no attribute union։ Այս ինչից կլինի։ Փակագծերից։ Այստեղ, չէ։ Այս dictionary-ներ, դատարկ set-ը այս անց ենք սարքում։
Հիմա էլ սենց բան դարավ։ Սա խերթով տառերն են, ինչ կա չկա։ Որովհետև ստեղ մեր առարկաները մեզ ոնց էր տված։ Ստորակետով ու բացատով բաժանված էր, չէ, առարկաները տված։ Մենք պետք է եթե ուզում ենք հատիկ այդ առարկաները ստանանք, ստեղ եթե print անենք այս մեր subject-ը, ինքը լինում է մի հատ ամբողջ տեքստ, բայց ինքը պետք է լինի ցուցակ բաղկացած ամեն մի առարկայից, չէ։ Subject-ը просто split պիտի անենք, էլի, ստորակետ բացատով։ Input get split ու ստեղ ստորակետ բացատ։ Ահա։ Սա որ աշխատացնենք, ու կարանք տպենք հերթով երկարությունները։ 4, 6, 7 ու վերջում եկավ հասավ 9-ի։ Սա պարզ է ժողովուրդ։ Դե լավ։ Իսկ հատման համար ինչ կարանք անենք, ինչ մտքեր ունեք։ Բայց չաթում նամակ կա։ Հա, ճիշտ է, չաթում գրվածը ճիշտ էր, ուղղակի չէի նայում չաթը։ Մի փոքր մտածեք, թե ինչ կարանք անենք հատման համար ու կգրեմ։ Նույն բանը լրիվ ուղղակի հատման բանով էլի գործողությամբ։ Այսինքն գրենք ստեղ մի հատ ընդհանուր առարկաները common subjects հավասար լինի common subjects get intersector ոնց էր որ խնդրեմ մյուտ կլինես շատ հա Շուշան լսում եմ չլսեցի մի հատ էլի որ խնդրեմ կկրկնեք Okay, լավ Հեսա մի հատ նայենք ստեղից ոնց որ թե intersection էր Չավ հենց տեղ բառով գրած չի մոտավոր տենց բառ էր չեմ հիշում հենց intersection ոնց որ թե intersection եկել end-ով էլ չի ստացվում Ահա այդ end-ը հեսա կգրենք միշտ այդ end-ն եմ օգտագործել դրա համար եմ բանում օրանում intersection այսինքն ես մտածում եի կամ sense կամ intersect հա մերսիներ Ոստեղ գրենք subject-ը չէ մեր Այստեղ sense փոխարեն կարանք նաև S1-ում գրենք iSense այսինքն ասենք all subjects այս նշանը ու subject ու կարանք սրա փոխարենը գրենք այս նույնը ուղղակի իր փոխարեն ampersand այսինքն այս թիթիզ 8-ը այսա ուստեղ էլ եթե տպենք հերթով այս բան len all subjects ու բանը print len common subjects-ը հեսա տեսնենք ինչ է լինում subjects ինչ-որ միտեղ տառը սխալ ունեմ ես Չէ, այսենց ուստեղ էլ մոռացա սարքեմ սրան Սա էլ դատարկ set, չէ intersect կներեք ես ինչքան տառը սխալ արեցի Всё, այս մեկը կանցնի ու ման յատերեք էքստեղ դատարկ print դնենք որ հերթով հասկանանք ինչ է կատարվում նայեք այս 04 06 07 09 0-ից անգամ չի գնում հերթով ամեն մի նոր էլեմենտի հետ հատում ենք բայց 0-ից չի բանանում չի ավելանում
Ինչի՞ց կլինի սա։ դատարկ սեթի հետ համընկնող Ահա, item-ներ չի գտնում։ ճիշտ է։ Շուշանելի չաթը չէի տեսել, մերսի։ Ճիշտ է։ Եթե ուզում ենք հավաքենք իրար գլուխ կարենք սկսենք ոչ մի բանից ու հերթով ավելացնելով գնանք, հիմա իրականում որ հատում ենք անում, ինքը գնալով պետքա պակասի, էլի, ինչքան ավելի շատ բանի հետ հատենք, այդքան ավելի շատ պետքա պակասի։ Դե պակասի կամ նույնը մնա, էլի։ Այսինքն մենք չենք կարա սկսենք դատարկից։ Բայց կարանք օրինակ սկսենք առաջինից, չէ՞։ Կարանք առաջի առարկան կարդանք, ու հետո այդ առաջի առարկային ամեն ինչ միավորենք ու բան անենք։ Միավորենք ու հատենք։ Այսինքն ստեղ կարանք ասենք մեր first subject օրինակ։ Հավասար է այս մեր input get split-ին ստորակետով։ Ու հետո ստեղ արդեն քանի որ մի հատը կարդացել ենք ստեղ n-1 այս process-ի միջով անցնենք ուղղակի ամեն ինչ բան լավ կարանք գրենք all subjects-ը հավասար է այս subject-ը պրոստը մի քիչ լավ չեղավ մի վարքյան ոնց գրենք որ թեթև լինի կոդը հիմա այս մեր all subjects-ը կարա լինի հավասար այս մեր first subject-ին ու common subjects-ը կարա լինի հավասար մեր first subject-ին ու իրենց հերթով միավորել հատելով եթե գնանք մի փոքր ռիսկ կա որ կարող է չստացվի բայց մի վարքյան list object has no attribute union հա ոնց որ set դարձրած է Սենց որ գնանք արդեն ճիշտ է լինում մի քիչ շատ ոչ վստահ ասեցի այս հարցեր կլինի ստեղից երևի մեկ էլ այսպես բան կարամ անեմ Ժողովուրդ ասեք ինչներ հարց կան կարաք ասեք вообще ոչ բան չհասկացանք դա լա նորմալ Այդ կլինի բայց իմ կոմենտը Էսա կնայեմ կոդը ես update եմ գրել կարողա դրա հետ կապված Update Էսա կնայենք Ստեղ իմիջայլոց մի հատ նշում այս գործողությունը որ արել ենք սա իրականում իրենից մի քիչ վտանգավոր գործողություն է ներկայացնում որտեվ երկու բանին էլ ոնց որ ասել ենք նույն հասցեով փոփոխակային ենք վերագրել բայց ընդհանուր եթե օրինակ գրենք all subjects-ը հավասար է common subjects սա կարա մի քիչ հավասար է common subjects հավասար է first subject սա կարա մի քիչ վտանգներ բերի Այդպես բաների մասին հաջորդ տեսական դասին ֆունկցիաների ժամանակ խոսալու ենք, բայց ստեղ օքեյ է։ Մի հատ էլ նայեք կոդը, ու եթե հարցեր չկա, Շուշանի կոդը կնայենք։ Ըստ չէ լավ, երևի իմն էլ է խնդիրը եղել են, որ սկզբից բան դատարկիր։ Էսա կնայենք ամեն դեպքում։ Եկ բացեմ լավ հիմա էլ։ Հա, դա է պահը։ Լավ է, common բառը ճիշտ է հիշում ես փաստորեն։ Intersection group, if common group, common topics, else group topics։ Չէ, էական կտորը այս սա է, սխալի։ Այս update-ը ինքը dictionary-ների հետ ենք մենք իրան հիմնականում օգտագործում։ Set-երի հետ իրան շատ չէ հանդիպել ես անկեղծ ասած։ Մի խոսքով այս կտորն է, էլի։ Այդ եթե ուղղակ ու ինչ-որ բաների չստացվի, կարանք նայենք էլի։ Okay էր։ Դերով ժողովուրդ, եթե սրանից հարց չկա, ստեղ այս կոդի մեջ պետք է սա ջնջենք ու ստեղ ներքևում գանք ուղղակի print ավելացնենք, էլի, երկարությունների։ Բայց այդ հետ կարակ։ Անցնենք հաջորդին, թե ստեղ ինչ-որ բան կա։
Դրանով գնանք հաջորդ խնդիրը։ Սեթերի համեմատում այս hedge։ Այս թեման էլ նվիրված է ենթաբազմությունների գաղափարին, որ մի բանը պատկանում է մյուսին, ու այդ կարանք մենք ստանանք այս փոքր հավասար, մեծ հավասար, հավասար այդ գործողությունների միջոցներով։ Ու խնդիրը էս է։ Տված է երկու հատ տեքստ, ուզում եմ պարզել իրանք ոնց որ նույն սիմվոլներից են բաղկացած, թե չէ։ Այսինքն սեթերի համատություն ենք ուզում անենք, էլի ուղղակի։ Պարզեր պահանջը։ Դե եկեք փորձենք։ Նախ մուտքերը կարդանք, գրենք text 1-ը հավասար է input, ու text 2-ը հավասար է input։ Հիմա որ նայենք իրանք սեթերով հավասար են իրար թե չէ, նախ պետք է իրանք սեթեր չսարքենք։ Կարանք ստեղ հենց միանգամից գրենք սա set input, ու նույնն էլ ներքևինը set input։ Հիմա ոնց որ հավասարություն ստուգելու համար ուղղակի ասում ենք text 1-ը հավասար text 2։ Այս է ուղղակի էլի գործողությունը։ Python-ը լավ հարմարացրել ամեն ինչպես։ Ու այս դեպքում տպում ենք yes, հակառակ դեպքում տպում ենք no։ Okay, սա։ Ու էս է իրականում լուծումը։ Ինչ ժողովուրդ։ Իսկ հերթականությունը չի ստուգում, որ կարող է մի անգամ Դե առաջինի բան։ սեթերի համար տես հերթականության գաղափար նույնիսկ չկա, էլի։ Իրան զուտ պարունակությունն է հետարքիր։ Հասույի առնում, որ սեթա ու մենակ դատան է ստուգում, հա։ Այսքան այս հավասարը որ գրել ենք, ինքը ուրիշ հավասար է, քան թե եթե գրենք list 1-ը հավասար կամ գրենք անհավասար 4, ինքը հենց սեթերի համար գրված հավասար է, էլի։ Լավ, բարձ։ Եթե ինչ-որ ուրիշ հարց չկա, կասեք, սա ոնց կարանք մի տողով գրենք, ու այդ ոնց է կոչվում, եթե կհիշեք անունը։ Ternary։ Ահա, ternary օպերատոր կամ conditional օպերատոր, շատ ճիշտ է։ Ոնց ենք գրում։ Yes, if text 1-ը հավասար է text 2-ի, else no։ Ահա, print yes if text 1-ը հավասար է text 2-ի, else no։ Ճիշտ է։ Դա ժողովուրդ հարցեր կա ստեղից։ Նույնով։ Ինք չեմ մտածեք, եթե հարց կա, ասեք։ Այս սեթերի բաժնից վերջին հարցն էր, որ կար, էլի։ Դե լավ, հաջորդ հարցը 15.2-ն էր, եթե չեմ սխալվում։ Հա, 15.2։ Գնանք տեղ, եթե մինչև այդ հարց չկա։ Օհ, այս խնդիրից ես ոնց եմ զզվում, ճիշտն ասած։ Այստեղ հաստատ ինչ-որ տարասխալի կամ բանի պահա լինելու։ Ասեմ խի եմ զզվում, ինքը հավես խնդիր է Morse-ի կոդի թարգմանել բան, բայց ուղղակի իր համար պետք է այս մի հատ dictionary սարքել, որտեղ հատիկ գրված կլինի ուղղակի ամեն տառին ինչա համապատասխանում։ Ու այ դա դաժան է։ Ոնց որ թե անգլերեն վերսիայի մեջ դաժ դրած էր dictionary-ին պատրաստի։ Հեսա նայենք։ Չէ, դրած չէր։ Կարող է կոդի մեջ հանկարծ դրած լինի, չեմ հիշում, բայց մի խոսքով լավ։ Խնդիրը հետևյալն է, մեզ տրված է տեքստ ու խնդրում է այդ տեքստը տպել Morse-ի այբուբենով, ու ստեղ գրված է համապատասխանությունները, ամեն մեկը թե ինչ է նշանակում։ A տառը այսպես է գրվում, B տառը նենց է գրվում եւ այլն եւ այլն։ Բարձր չէ վարժությունը։
Okay. Դե իր լուծումը հետևյալն է, մեզ պետք է ունենալ մի հատ dictionary Morse-ի կոդով, որտեղ որ հատիկ գրված է թե կներեք որտեղ որ հատիկ գրված է բանալի ու Morse-ի կոդով իր տարբերակը, բանալի Morse-ի կոդով տարբերակը։ Ու հետո պետք է կոդը գրելու համար պետք է ցիկլ պատտվենք ու ամեն մի տառի փոխարեն տպենք իր այդ համապատասխան բանալի ունեցող բառը։ Այսինքն լավ եկեք սա միանգամից ցույց տամ ու ստեղ ոնց որ թե ասում էր որ բան մեծատառ փոքրատառ ոնց որ թե կապ չուներ ստեղ։ Կապ չունի։ Այն մոտեցումը հետևյալն է ու բացատներով ենք իրարից ոնց որ թե առանձնացնում տառերը, եթե չեմ սխալվում։ Լավ եկեք նորմալ գրենք։ Թե կարդանք պրոստը զուտ դաժանոտ խնդիր է ջանջալոտ։ Պետք է տեքստը կարդանք, տեքստը հավասար է input։ Ու հետո ամեն մի տառ ինդեքսի համար գանք տպենք այդ ոնց որ մեր ստեղծած dictionary, այդ Morse-անով dictionary, այդ բանալի ունեցող տառը, բայց քանի որ a ու փոքրատառ մեծատառը փոքրատառը մեր համար դեր չեն խաղում, ստե գրում ենք upper ու մեր dictionary-ում սաղ մեծատառերով ենք պահում օրինակ էլի, հեսա այսպես։ Անսա, բենսա, ցենսա եւ այլն։ Ու ստեղ end-ը գրել եմ հավասարաբան, parabel, մի հատ տեսնենք ճիշտ է գրած թե չէ։ Հա, փաստորեն ամեն մի տառ parabel-ով առանձնացնում։ Ստեղ իրականում ամենամեծ խնդիրները լինում է պրոստես dictionary-ին սարքելուց էլի, հիմնականում ինչ որ մի հատ տառը սխալ կամ բանի սխալ արվում է միտեղ ու վсё, ամեն ինչ վարի գնաց։ Բայց մոտեցումը էսա էլի, for in text հերթով ցիկլ ու տպել Morse dictionary անունը ու որպես բանալի այդ մեր հերթով ամեն մի նիշը մեծատառ դարձրած։ Okay, սա ժողովուրդ։ Մի քիչ շատ անկապ բացատրեցի, բացատրելը որն է, երևի չբացատրեցի նույնիսկ, այս այդքան է բացատրություն չի կարելի անվանել, բայց պատկերացեցիք կոնցեպտը։ Լավ։ Submit վախում եմ սխում եմ։ Եթե չանցնի, պետք է դնենք հատիկ նայենք որտեղ է, հա, չանցավ։ Այդքան նայենք ինչ որ մի հատ key-ի հետ ինչ որ մի հատ problem կա էլի մեջը։ Բայց այդ հաստատ էֆեկտիվ չլինի որ նայենք էլի հիմա։ Նույնիսկ ինձ թվում է կարելի է այս խնդիրը անտեսել էլի։ Այս խնդրում ես կարող եմ մի հատ երևի կխնդրեմ որ բան ավելացվի, ոնց որ մի հատ dictionary հենց այդտեղ dictionary ավելացվի, որ այս Morse-ն է վերցրու copy paste արա օգտագործի։ Թե չէ դաժան է դառնում ձեռով գրելով։ Բայց լավ մի խոսքով։ Օրինակ ես բան եմ արել, ոնց որ Google-ից եմ post տվել գտել ինչ որ տենց dictionary, նու ավելի ճիշտ K բան, K ու իրանց բառերն եմ գտել, սիմվոլները։ Պրոստը Google-ում ուրիշ ձև է, այստեղ գծերը սաղ ներքևի գիծ է, Google-ում վերևի գիծ է բերում։ Տենց ձեռով փոխել եմ, բայց էլի քիչ ա եղել։ Ուշում Հա, տենց ջանջալ խնդիր է էլի։ Եթե լուծում ճիշտ լուծում նայենք, պետքա լինի այս նույն մեր գրածը պրոստը բանը ճիշտ դրած։ Dictionary-ի մեջ մի հատիկ ինչ որ մի բան ճիշտ դրած։ Հա, այս ճիշտ լուծումը։ Հա, նույն բանն է։ Այս տան օրինակում եմ ոնց տայր։ Հա։ Չգիտեմ, պետքա գտնել թե որ մի key-ի հետ է ինչ problem։ Բայց հա, գրումը translate-ի for in input get upper։ Հա, նույն պատմությունն է։ Այս ավելի խելոք բան է իմիջայլոց։ Այստեղ ամեն մի նիշը մեծատառ դարձնելու փոխարեն ամեն անգամ այդ upper ֆունկցիան կանչելու փոխարեն կարելի է մուտքը ուղղակի գրել upper ու վсё։ Չէ՞ ֆայմը ճիշտն ասած։ Հասկացաք ժողովուրդ։
Ահա, իսկ այդ ճիշտ dictionary-ն կարող եք ուղարկել։ Ահա, հեսա ուղարկեմ։ Խառայում կուղարկեմ։ Մերսի։ Ահա։ Այդ բերեմ էկրան կիսելը։ Դե ժողովուրդ, այս ոնց որ ձեր գրված հարցերն էր։ Հիմա ինչ որ խնդիր կա, որ ձեր մտքով անցավ, որ դա հարց է, հիմա գրենք։ Okay, այդ դեպքում եկեք մի երկու հատ խնդիր ես առաջարկեմ, դրանք գրենք ու երևի ծորվենք այսօր արդեն։ Կարանք ամեն բաժնի վերջի խնդիրը գրենք։ Չնայած եթե չեք նայել տնային, կստացվի պրոստը տնային ենք անում։ Մի հատ նայեմ շատ մարդ կա որ գրելա թե չէ։ Ֆունկցիաների վերջինը ոչ մեկ չի գրել, սա հաստատ չենք անում։ Ու ժորդ, եթե ինչ-որ մեկ կա, որ տնայինները ակտիվանում ու իր պրոֆիլը ինձ չի ուղարկել, այդ ուղարկեք, էլի։ Մի հոգի։ Tuple-ներ շատ արեցինք այսօր, չգիտեմ արժի էլի անել, թե չէ։ 3 հոգի փորձել է։ Սա գուցե արժի գրել։ Այս մեկը 13-ի վերջինը պետքա որ գրած չլինեք, որովհետև տնային չէր։ Բայց նայենք մի հատ։ Մի հոգի, Միքայելն էլ երևի շուտ է գրել։ Կներեք էլի, որ սենց հենց հիմա եմ նայում էլի, ճիշտ կլիներ, որ նախապես նայի, ոչ թե ձեզանի ժամանակ տանի։ Մի հոգի։ Ես իմ երևի ուրեմն չարժի վերջիները գրել։ Ինչ կասեք ժողովուրդ, դուք ինչ խնդիր կուզեք նայենք, ինչ կուզեք անենք ընդհանրապես։ Այս Պոկեմոն քարերը կարան գրենք, այս մեկը համատաբար շատ մարդ էր մտածել սրա վրա։ Լավ եկեք գրենք, քանի դեռ չգիտենք ինչ անենք, պրոստը գրենք։ Գնացինք մեծ էկրան, վժմփ։ Խնդիրը հետևյալն է։ Մուտքում 3 տող է տված մեզ։ Հերթով տենց այդ Պոկեմոնի ինչ որ քարտեր, ինչ Պոկեմոնի քարտեր ունեն 3 ընկեր, այժիշտ մենք, մեր ընկերը ու մեր մյուս ընկերը։ Մենք ունենք Detective Pikachu-ն, Cosmic Eclipse-ը, Hidden Fates-ը ու Unified Minds-ը։ Այս 4 ունենք։ Մեր ընկերը ունի մի հատ ուրիշ ինչ որ 5 հատ ու մեր երրորդ ընկերը ունի ուրիշ 4 հատ։ Հիմա մեզ հետաքրքիր է, թե մենք ու մեր ընկերը միասին քանի հատ քարտ ունենք, որ այս մեր երրորդ ընկերը չունի։ Այսինքն մենք միասին ունենք Pikachu, Cosmic Eclipse 4-ը, Team Up-ը, այս Unified Minds-ը արդեն հաշվել ենք, Pikachu-ն հաշվել ենք, սա հաշվել ենք ու մեկ էլ այս մեկը։ Բայց այս Detective Pikachu-ն նաև այս մեր երրորդ ընկերը ունի, դրա համար դա չենք գրում։ Պատկերացեցիք։ Okay, դե գրենք։ Կարող է փորձի ինչ-որ մեկ ասի, ով այսօր չի խոսացել, թե չհամոզեմ։ Լավ, okay։ Դե մուտքերը նախ պետքա կարդանք, ոնց որ մենք input-ը ու ինչ պետք է անենք, պետքա ստանալու համար պետքա split անենք, չէ՞։
բացատով է բարեբախտաբար, մեր ընկերը առաջին, friend 1-ը հավասար է էլի input get split, ու մեր friend 2-ը հավասար է input get split։ Ու քանի որ ուզում ենք ասա իրենց միավորենք, իրար բան հատենք, գուցե հեռացնենք ինչ որ էլեմենտներ եւ այլն, այս ամեն ինչը կուզենք սարքենք set-էր։ Եթե ինչ որ հարց կա մինչև այս պահը ասեք։ Հիմա պետքա ներեք պետքա ստանանք այն քարտերը, որոնք որ մենք ու մեր ընկերը ունենք, ու դրանցից հանենք այն քարտերը, որոնք որ մեր մյուս ընկերը ունի, չէ՞։ Այսինքն ինքը բազմությունային գործողություններից լինում է մի հատ միավորել մեր ու մեր ընկերոջինը, ու դրանից հանել մեր մյուս ընկերոջինը, չէ՞։ Այսինքն պետքա գրենք մի get union կամ սիմվոլի տեսքով եթե գրենք այսենց, այս կամի նշանն է, էլի։ Ու այս ամեն ինչից պետքա հանենք մեր մյուս ընկերոջինը, չէ՞։ Մեզ հետաքրքիր է սրա երկարությունը։ Ուզում ենք դա տպենք։ Ճիշտ է, պատկերացեցիք ժողովուրդ։ Եկամ էս էր սաղ, ուղղակի բան անենք, հերթականությունը ասենց ֆիքսենք հստակ։ Այս սա սկզբում միավորի, հետո հանի։ Օ, սխալ պատասխան, հետաքրքիր է։ Այդ բանն է, նշանի սխալն է այս։ Ինչ էր անունը։ Այն 8-ը պետք է դնենք 8-ի նման որ կա։ Չէ, 8-ը սխալ եմ ասել պահանջը։ Հա, սխալ եմ ասել ժողովուրդ։ Ճիշտ է, սխալվել եմ պահանջը ասելուց։ Ընդհանուր քարտեր, այսինքն ոչ թե մենք միավորվում ենք ու նայում ենք թե ինչը մյուսը չունի, այլ մենք նայում ենք ինչն ա որ մենք երկուսս ունենք, իսկ երրորդը չունի։ Հա, լավ նկատեցիր, ես կներեք ժողովուրդ սխալ ներկայացեցի պահանջը, էլի։ Այս նոր պահանջը պատկերացեցիք, չէ՞։ Այստեղ այսինքն ինքը ընդ է դառնում, մենք ու մեր ընկերը հանած միաժամանակ մենք ու ընկերը, բայց ոչ երրորդ ընկերը, էլի։ Այս դեպքում ինձ թվում է նաև այս ճակերտի կարիքը չկա, առանց դրա էլ ինքը ճիշտ հարկարողությամբ կանի։ Ինչ որ հարց կա այստեղ։ Որի։ Ինչ խնդիր կուզեք գրենք, բա։ Սիգլերենցող, այս երևի հետաքրքիր չի։ Այս հեչ։ Ճանապ։ Տեսություն կա ինչ որ կուզեք կրկնենք։ Ժողովուրդ ցանկացած բան էլի, ինչ կուզեք անենք։ Բացի այս 12-ից։ Այս մեկը որ սկսենք շատ երկար կգնա։ Այ դեսկտոպը սրված։ Ոչինչ։ Ես ուտ մտածում եմ, թե ինչ կարող անենք էլի հիմա նաև այս հաջորդ դասի համար։
Լավ, եկեք այս list comprehension-ների վերջի խնդիրը փորձենք գրել կամ վերջիներից։ Այս մեկը ճիշտ է տնային չէր, 0-ից կմտածենք հիմա, ոնց կարան գրենք։ Խնդիրը հետևյալն է, մեզ ինչ-որ n հատ թիվ է գալիս, օրինակ 3 հատ, ու խնդրում է տպել այս բոլոր թվանշանների գումարների գումարը։ Այսինքն սրանը 6 հատ թվանշանների գումարը 1/3, սրանը 9 պետք է, հա, 9, սրանը 12, գումարային միասին 27։ Պարզեր պահանջը։ Նախ n-ը հավասար է int input, հետո ոնց կարանք այս ամեն ինչը կարդանք միտողով այս մուտքը։ Comprehension-ով պիտի գրենք։ Կարելի է, կարանք ասենք nums-ը հավասար է, ինչ ենք գրելու։ Քառակուսի փակագծեր, input-ի list-ի sum list input, Հա, ուզում եք միանգամից ամեն ինչ գրենք։ Sum list input, այսինքն կարող է int input-ին կդնենք։ չէ, list-ի ոնց որ list-ի string-ը, որ list-ի վերածենք, ինքը մեկ տարեր կտա, sum-ն էլ այդ տարերի գումարը կտա, չէ՞։ Բայց որ list-ի, մենք հələ list չունենք, էլի, մենք հələ մենակ այս n-ը ունենք։ List-ի հաստարած ինդիկատիվն է։ Հա, sum list, հա, ու int input, Չէ, просто input։ okay, For e in range n։ Կարեն վար խնդրեմ անմյուտ կլինես։ Մերսի, հաջիշտ մյուտ։ For e in range n, այսենց։ Սա իրականում այդքան է ճիշտ չի, բայց հավես է, որ արդեն սենց ուժեղ կոդի հասանք։ Ստեղ իրականում խնդիրը հնա, որ եթե գրենք այս մեր list input-ը, տպենք սա։ Զուտ մի հատիկ տպենք։ Ինքը լինելու է այս սենց 1, 2, 3, էլի։ Ինքը string-էր է, էլի, այսինքն։ Բայց եթե սարքենք int, այս դեպքում, հա, սեղ չերևաց, բայց եթե սենց գրենք, ինքը կլիներ բան, ուրա program output-ս։ Ներողություն, սխալվել եմ, ինքը սխալ գրեցի ես վերևում։ Այսենց։ Int object is not interable. Հա, մի քիչ կախեց մոտս։ Սենց էլ ախր որ գրում ենք int input, ինքը դառնում է ուղղակի ասենք 345, իսկ այս 345-ը չենք կարող դարձնենք list, էլի։ 345-ը կարայինք սարքենք, որտեվ ինքը բան էր, string-երի հավաքածու էր, էլի։ Այդ հավաքածուն դարձնում ենք ուրիշ տեսակի հավաքածու, բայց սա զուտ մի հատիկ թիվ է, էլի։ Մեզ այսքան պետքա դարձնել int, այս որ գրենք բան, list input, ու սա դառնա 3, 4, 5, օրինակ, մեզ հետարքիր է սա դարձնել այսենց, 3, 4, 4։ Մի հատ էլ for պետք լինելու։ Հա, որ պահը մի հատ է ասեմ։ Չէ, ասում եմ լրացուցիչ for-ի կարիքա լինելու։ Հա, իրականում մի հատիկով սենց հեշտ չենք պրծնում, էլի։
բայց նորմալ է էլի, ու իրականում սա ճիշտ է մի տողով է, նույնիսկ եթե ճիշտ աշխատեր էլի, բայց սա տենց բավականին դժվար է կարդալ ու հասկանալ էլի, նենց որ եթե երկու տողով լուծենք խնդիրը, ինքը էլի բավականին հաջող է էլի լինում։ Կարանք սկզբում մի հատ պրոստը փորձենք կարդալ հերթով էլի ամեն ինչը։ Այսինքն զուտ մի հատ ցուցակի մեջ հավաքենք մուտքերը։ Ինչ կասեք։ Ոնց կարանք դա անենք, որ պրոստը մուտքերը կարդանք։ Input for E in range N. Ահա։ Հիմա եթե նամսը տպենք, Սխալ կտա, input-ի փակագծերը չեն դրել։ ճիշտ է, լավ նկատեցիր։ Սա էսա տպեց մեզ։ Հիմա մեզ պետքա հերթով գումարել, չէ՞, ամեն մի թվի համար։ Կարանք մի հատ list comprehension էլ սարքենք, անում դնենք օրինակ գումարներ, ստեղ ասենք sums, ու իրանց սարքենք նենց, որ ինքը հերթով գրած լինի 6, 9, 12։ Ոնց կարանք անենք, այսինքն մենք պետքա ցիկլ պատտվենք սրա վրա ու ամեն մի էլեմենտի համար գրենք իր գումարը։ Կարանք բան անենք, չէ՞, ասենք for E in sums, չէ՞ լավ, sums-ից մի հատիկ էլի, օրինակ էս 1, 2, 3-ը։ Աստեղ ասենք գումարը հավասար է 0, կարանք ասենք էս գումար get append բան, չէ՞։ Այս սրա գումարը ստանալու համար սա լինելու է մի հատ 1, հետո 2, հետո 3, չէ, այս հերթականության բան, չէ, int i եթե գրենք, ուստի եթե print անենք ես մեր in, զուտ սա եթե աշխատացնենք, ինքը կգա կտպի, այս ինչ append եմ գրել, կներեք մի քիչ ես օրանջատված ուտեմ, լյուս հավասար։ Nums is not defined, որտեղ եմ գրել nums, հա է։ Ահա, ինքը ստեղ տպում է այս 1, 2, 3-ը, չէ։ Ու գումարը հետո եթե տպենք, այ կներեք, երկու տարծուր կպա։ Ահա, ինքը գայս է այս 6-ին։ Այս պարզ է ժողովուրդ, այս կտորը։ Հիմա եթե ուզենք ուղակի միտեղ հավաքենք այս սրանք int տեսքով, ոչ թե պլյուս հավասար անենք, մի քիչ ուրիշ ձև մոտենանք էլի, կարանք ստեղ նշենք, ասենք թվերը հավասար է սա, ուստեղ իրանց ավելացնենք, այսենց get append անենք, այս մեր int here-ը, ուստեղ եթե տպենք այս թվերը, իրանք դառնալու են այսենց 1, 2, 3, ու իրանց գումարը ստանալու համար կարենք գրենք sum ու թվեր։ Ճիշտ է։ Ես 6-ը ստացանք։ Հիմա ոնց կարանք սա անենք մի հատ list comprehension-ի տեսքով։ Այս կտորը էլի, այսա։ Ու ստեղ for e in, հա, for e in ինչ-որ մի հատիկ թիվ պրոստը։ Քառակուսի փակագծեր,
թվեր Ահա, get append int e հետո ու for e-in 1 2 3 այս 1 2 3-ի տեղը կարանք հələ գրենք զուտ մյուտելի խնդրում եմ Մերսի զուտ գրենք նամ հետո այս նամը կսարքենք ստեղ բայց մի հատ պահ այս list comprehension-ի էությունը հենց նա է որ ինքը այդ այն ինչ պետք է ավելացնենք հավաքենք ցուցակի մեջ ավտոմատ է անում այսինքն այս append-ի կարիքը էլ չի լինում էլի ինքը հենց այդ append-ն է հեռացնում սենց ասած էլի այդ ընթացքի մեջից այսինքն այսպես են գրում int e for e in num այս num-ը nums-ից ինչ որ մեկն է էլի այսինքն դիմացից է պետք է գրենք թվերը հավասար է դրան հա կարանք բայց հետո սրա գումարը ստանալու համար է գրելու ենք սրա sum-ը չէ այստեղ ոնց են գրում sum թվեր սրանով ստանում ենք ոնց որ մի հատ ինչ որ num էլեմենտի գումարը ճիշտ է ով կչանում ենք Հիմա եթե ուզենանք հերթով ամեն մի թվով անցնենք, կարանք ասենք for num in nums, չէ՞։ Ու ասենք միտեղ հավաքենք այդ բոլոր թվերի գումարները։ Ասենք ստեղ ասենք գումարները հավասար է ոչ մի բան, գումարները հավասար է դատարկ ու գումարներ get append այս պատմությունը, չէ՞։ Ժորդ, այս ոնց որ մի քիչ երևի վատ բան եմ անում, փորձում եմ ներդրված list comprehension-ի գաղափարը բացատրեմ միաժամանակ առաջի անգամ խնդիր լուծելով, դրա համար երևի շատ խառնոտ է ստացվում ու հետ հայց գցելով լավ չարեցի, որ sense մոտեցա խնդրին։ Եթե ստեղ գրենք գումարները հավասար է 0 ու գումարներ պրոստը պլյուս հավասար sum num ու տպենք ստեղ վերջում գումարները, պատահական է, անկեղծ լինում։ Print-ը 2-ով է։ Այ։ Ես ինձ թվում է վերջի խնդիրը կլինի մեր այսօրվա ըստ իմ ճիշտ գրելու չափի։ Սրանով իրականում արդեն խնդիրը պրծնում է, էլի, որովհետև այսա սարքում է այդ մեր հերթով ամեն մի էլեմենտը int-երի էլեմենտ, sum-ը հաշվում է այդ էլեմենտի գումարը, հաջորդ քայլով է գայս ենք գումար ոնց որ ու ամեն քայլի ամեն մի թվի համար տենց անում ենք այդ սաղ process-ը, էլի։ Սա օքեյ է։ Ստեղից ինչ հարցեր կա։ Մի հատ sense հարց տամ էլի։ Հիմա եթե օրինակ մենք ամեն մի առաջին բանը այդ մուտքը որ լինում է եթե մենք իրան split անենք ինքը չի առանձնացնի էլի Բայց մուտքը split-ը ոնց որ ըստ ինչի split անել։ առանց ինչ որ բան որ անենք ինքը probable կհասկանա։ Հա, օքեյ։ Ոնց որ այդ սա string-էր սարքելը կարա արվի բանով էլի, այդ ուղղակի Լուսինեն հենց ասել էր էլի գրելով list այդա, list ու այդ մեր string-ը։ Բայց ինքը մեկա սարքելու է ոնց որ մենք split կարանք անենք string-ը ու string-ը որ split ենք անում, ստանում ենք ոնց որ string-երի ցուցակ էլի, ինքը մեկա string-էր է մնում էլի։ Python-ը առանձին չի նայելու էլի, որ 1 2 3-ը այսքան թվեր է, դե իրանց պահի int էլի, այդ գործը մեր վրա է մնում մեկա։ Եթե էլ ինչ որ հարց կա, ասա, կամ ընդհանուր ժողովուրդ, եթե հարցեր կան, ասեք։ Ստեղ մինչ այդ որ ասում եմ այդ ներդրված list comprehension, ուզում եմ ասեին, որ եթե ստեղ էլ
հերթով append ենք անում մի հատ գործողություն դատարկ ցուցակին, կարանք դա էլ գրենք list comprehension-ի տեսքով, ոնց են գրել, ասենք գումարները հավասար է, list-ը բացում ենք ու գրում ենք այն ինչ append-ը արվում, չէ՞։ Append-ը արվում է sum num-ը, այսինքն այսա է append արվում, չէ՞, ու սա որտեղ է փոխվում for e in nums։ Այսինքն մենք ստանում ենք ցուցակ, որտեղ որ հերթով գրված են բոլոր էլեմենտները, էլի։ Չէ, բոլոր գումարները, ամեն բոլոր էլեմենտների։ Ուստի եթե sum գրենք, էլի գալիս ենք նույն այն արդյունքին, ինչ գրել ենք, էլի, կոմպիլյացիայի սխալ։ Սա ստեղ փակել ենք, սա ստեղ փակել ենք, սա ստեղ փակել ենք։ Հա, սամը չենք, գումարի օպերացիան չենք փակել, փակագիծը։ Սխալ պատասխան 36։ Հետարքի, հա, գումարներ կետ։ Հա, ստեղ գումարների նպենդ չենք անում։ Կներեք ժողովուրդ, այսօր կողմ եմ մոտս։ Ես մի հատ հասկանամ, ստեղ ինչն ենք սխալ գրել։ For num in nums չպիտի լինի։ Հա, for num in nums, ճիշտ է։ Այս թիվն ենք հերթով փոփոխում։ Հա, մերսի։ Լավ նկատեցիք։ Այսա արդեն ուրիշ։ Ինչ որ հարցեր։ Եթե կուզեք, ես կարամ հետո մի հատ ուրիշ օր նորից բացատրեմ, էլի։ Այսինքն ստացվում է, որ այս ներդրվածի դեպքում առաջի ցիկլը ոնց որ տակի ցիկլն է, մեջի ցիկլն է, երկրորդը վերևի ցիկլը, հա, տենց հա կազմվածքը։ Հա, ոնց որ մենք սկզբում մեզ պետք էր ստանալ, հա, մերսի, հետո ուզում ասեի։ Սկզբում մեզ պետք էր ստանալ այդ թվերի ցուցակը, այդ էս ոնց որ այս ցիկլն է, էլի։ Իրականում ստեղ կարենք մի հատ էլ ներդրում անեինք, ու մի հատ էլ էս nums-ը ստանայինք բանով, list comprehension-ով։ Ընդհանուր դեպքի համար չեմ ուզում, էլի, պատասխանեմ ասեմ, հա, դրսից ներս են գայս, ներսից դուրս, այդ պետք է մի հատ նորմալ հիմնավորումով նայել։ Բայց ստեղ ոնց որ, հա, մեզ ոնց որ ի սկզբանե գայս ենք սրանից, էլի։ Ամենավերջում գումարները ինչին է հավասար։ Գումարները այս երկրորդով է, չէ, կառուցվում։ Երկրորդով կառուցվում է ոնց, ստեղ append-ը արվում, իրան ինչ-որ մի հատ բան, հետո մտանք ներս, իսկ ինչ է append արվում։ Append արվում այսա։ Էդ էլ արդեն երկրորդ list comprehension-ն է լինում, էլի։ Այսինքն մենք այշուտ ոնց որ այս մեր ցիկլից սկսեցինք ու գնացինք ներս, էլի, սենց ասած։ Չգիտեմ նորմալ բացատրեցի թե չէ։ Եթե չպատկերացեցի, ասա։ Չէ, հասկացա իրականում իմ հարցը այն էր, որ ոնց որ ստացվում է, որ սովորական դեպքում վերևից իջնում ենք ներքև, ոնց որ ցիկլի մեջ ցիկլ են գրում, իսկ այս comparison-ի դեպքում սենց ասած բան է լինում, եթե վերևից ներքև հերթականությունը նայենք, աչից ձախն է լինում, էլի ստեղ։ Ոնց որ աչ կողմը վերևի ցիկլն է, հետո ձախ կողմը գայս է մեջի ցիկլը։ Այդ հերթականության մասն է, էլի ոնց որ հարց։ Հասկացա։ Հա, ոնց որ այս for num in nums-ը, հիմնական ցիկլը ինքը գայս է ամնա աչ հանգնում, էլի։ Հետո դրա մեջինը արդեն ոնց որ կախված է մեջի գրածից, էլի։ Չեմ ուզում տենց հստակ հա ասեմ, որովհետև մի քիչ ավելի թարմ ուղեղով եթե մտածեմ կարող է դեպք գտնենք, էլի, որ այդ գրելաձևը չի պահպանվում։ Բայց երևի ընդհանուր դեպքում, հա,